Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո էլ չի հանդարտվում Նիկոլ Փաշինյանը։ Բոլորի հետևից պետքա գնանք, բոլորի հետևից։ Իրանց զոքանչների, քենիների, աներձակների, բոլորի հետևից գնալու ենք։ Սպառնալիքների մի նոր տարափ է սկսում իր քաղաքական հակառակորդների հասցեին, կասկածում, որ նախագահներն ու նրանց զավակները կարող են տաղանդավոր բիզնեսմեններ լինել։ Ոչ մեկ չարդ չի տալիս։ Այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտե՞ց, ասում է բիզնեսով ենք զբաղվել։ Ում են ձեռ առնում։ Այսինքն հիմա, մենք իրանք այդքան տենց ուժեղ բիզնեսմեն են։ Իր կասկածի արգումենտն այն է, որ ինքն էլ է երկրի ղեկավար, բայց միլիոնատեր չէ։ Եթե նորմալ է, բայց խի միլիոնատեր չեմ ժողովուրդ։ Եթե ինքը միլիոնատեր չէ, ինչպես պնդում է, ոչ ոք երկրում միլիոնատեր չպետք է լինի, կարծես սա է Նիկոլ Փաշինյանն ակնարկում։ Համենայն դեպս սնանկությամբ է սպառնում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն։ Դրանց թոշակը նստելա թե չէ։ Այս է քաղաքական խնդիրը։ Ինչու? Որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով եւ իրենց օրինական եկամուտներով։ Իսկ ինչ որ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, եվրո սենտ, քյաբաբ առ քյաբաբ, այո։ Պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանին հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի տան այս պաստառը, որով օգոստոսի 25-ին բարի գալուստ էին ասում խուզարկության համար տուն ներխուժած ուժայիններին։ Խեն ձեռով գրել, թող մի հատ տանեին, բարձր որակի պրինտ անեին, իրաց տան գլխին հագցնեին։ Նիկոլ Փաշինյանը, որը ԱԱԾ աշխատակցի անձնական գործն էր համարում օդակայանից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքը, Տակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ պրոբլեմ կա դե։ 2 օր է փնտրում է այն իրավապահին, որը ըստ նրա գիշերվա կեսին զանգել է Ռոբերտ Քոչարյանին ու տեղյակ պահել խուզարկության մասին։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողների եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։ Հերուն է փնտրում Հայաստանի վարչապետը, ընդամենը պետք է հայելու մեջ նայի։ Փաշինյանին հուշում է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հիշեցնում, հենց նա է ԱԱԾ Ալֆա Ջոկատի մասկի շոուից 1 օր առաջ ազգային ժողովի ամբիոնից հանձնարարել ուժայիններին գնալ Ռոբերտ Քոչարյանի հետևից։ Ինքը ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցում է տալիս իրավապահ ուժային կառույցներին, շատ ուղիղ ցուցում է տալիս։ Դրանից էլ առաջ խոսում է, որ նախորդող տարիների ընթացքում քաղաքական չհետապնդումներ են եղել եւ հիմա է իրականացվում քաղաքական հետապնդումը։ Դրանից հետո մենք տեսնում ենք ուժային իրավապահ կառույցների գործողությունները։ Այսինքն, այստեղ անակնկալը ուզում եմ հասկանալ որն է, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ ընկած փորձում է գտնել այն ուժային կառույցի ներկայացուցիչին, ով իբր արտահոսքա իրականացրել։ Խամոյանը մի բացահայտում է անում Քոչարյանների տան բարի գալուստի պաստառի վերաբերյալ։ Ինքն այդ պաստառը երկրորդ նախագահի առանձնատանը տեսել է դեռ ամիսներ առաջ։ Քարոզարշավից սկսած պարզեր, որ անկախ նրանից, թե իրավաբանորեն որքան խարխուլ է ապօրինի գույքի վերաբերյալ հարուցված քրեական գործը, իրավապահները կալանավորելու էին երկրորդ նախագահին։ Հայտնի պլակատը, որը այդպես շանթահարել է Նիկոլ Փաշինյանի հոգին, նախագահ Քոչարյանի առանձնատանը տեսել եմ 2 թե 3 ամիս առաջ նախընտրական շրջանում, դեռևս քարոզարշավի ժամանակ, որովհետև իր քայլերը եւ գործողությունները սպասելի են եղել նախագահ Քոչարյանի համար։ Ինքը դրա մասին հրապարակային խոսել է, այսինքն մարդ կա, որ ինքը պետք է փնտրի եւ գտնի, դա հենց ինքն է։ Որովհետև ինքը պարբերաբար նախընտրական շրջանում, դրանից էլ առաջ, հիմա խոսել է, որ հետապնդում է իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Իսկ ինչու է դա ինքը իրականացնելու եւ ինչու է այս տարիների ընթացքում արդեն 4-րդ անգամ նախագահ Քոչարյանը կալանավորվում, որովհետև ի տարբերություն շատերի չի պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է ըստ ընդդիմադիր պատգամավորի։ Սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանից, անձնական վրեժխնդրությունը, որը իր մեջ կուտակվել է 2 տասնամյակից էլ ավել։
Խորհրդարանական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն չստացած Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է ընդդիմությունը Ալիևյան սահմանադրությունն անցկացնելու, Ալիևի պահանջները կատարելու համար։ Սակայն գիտի Փաշինյանը, որ ընդդիմությունն այդ գործարքին չի գնալու։ Սա է, ըստ Ագնեսա Խամոյանի, Փաշինյանի նրա խոսքով հիստերիայի պատճառը։ Այս ամբողջ իր հիստերիան դրանով է պայմանավորված, որտեղ ինքը խնդիր ունի։ Ինքը սահմանադրության հանրաքվե իրականացնելու համար խնդիր ունի, որ ազգային ժողովում համապատասխան օրենքը ընդունվի, որովհետև առանց դրա ինքը Ալիևյան սահմանադրությունը չի կարող հանրաքվեի դնել։ Ինքը խնդիր ունի, որովհետև այսօր մեր հասարակությունը, մեծամասնությունը հասկացել է, որ իրականում սահմանադրության փոփոխությունը բխում է ոչ թե հայ ժողովրդի շահերից, մեր պետության շահերից, այլ բխում է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման շահերից։ Ըստ ընդդիմության, շոուներով, վախի մթնոլորտը թեժացնելով, Հայաստանի վարչապետը փորձում է շեղել հասարակությանը առաջիկայում Հայաստանի համար ճակատագրական գործընթացներից։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։